Դիտեցի Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ, վերջապես պարոն Կարապետյանը մի քանի ամիս պատրաստվելուց հետո եկավ հանրային եւ հանդես եկավ հարցազրույցով, պարոն Կարապետյանը այդ ընթացքում անդրադարձավ թրիպին եւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, պարոն Կարապետյանն ասաց, որ իրենք ըստ էության պատրաստ են վերաբանակցել այդ փաստաթուղթը, այնպես ինչպես մեր ընդդիմադիր մյուս գործընկերներն են պնդում, եւ ասաց, որ մեկ երաշխավորով կամ դիտորդով հնարավոր չէ այդ փաստաթուղթը ստորագրել, որովհետև դա իր մեջ նոր ռիսկեր է պարունակում Հայաստանի Հանրապետության համար եւ իրենք ուժեղ ղեկավարը բանակցելու է, որպեսզի մի քանի երաշխավորներ ներգրավեն այդ process-ում եւ ըստ նրա պետք է օրինակ Թրամփի ուղին երաշխավորեն տարածաշրջանային երկրներից Իրանը, Ռուսաստանը, նաեւ Չինաստանը եւ եվրոպական երկրները Խոսակցության ընթացքում պարոն Կարապետյանը ստիպված եղավ ընդունել, որ Չինաստանին այդ process-ին ներգրավել մի քիչ դժվար կլինի հաշվի առնելով ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, հատկապես Թրամփի մոտեցումները Չինաստանին եւ այս երկրների մրցակցությունն ու հակամարտությունը ըստ էության։ Բայց պարոն Կարապետյանը պնդեց, որ Իրանի, Ռուսաստանի եւ բնականաբար նաեւ Եվրոպայի դեպքում դա միանշանակ հնարավոր տարբերակ է։ Նրանք փորձեցին մի քանի օրինակներ գտնել, թե ինչ է եղել այն հարաբերություններում, որտեղ եղել է մեկ երաշխավոր ինստիտուտը եւ լավագույն օրինակը ցավոք սրտի Հայաստանինն էր, Ռուսաստանի երաշխավորությամբ, բայց այստեղ պետք է նայել թե ով էր երաշխավորը եւ փորձեցին գտնել այնպիսի օրինակներ, որտեղ մի քանի երաշխավորներ կան եւ այդպիսի անուն չհնչեց պարոն Կարապետյանը որպես լավ օրինակ Միսկի խումբն էր բերում համանախագահ երկրները, մոռանալով որ այլևս 90-ականները չեն, որ 2026 թվականն եւ այդ երկրների հարաբերությունները փոխվել են եւ հենց դրա բերումով էր որ Միսկի խումբը մինչեւ անգամ լուծարվելը ուղղակի չէր գործում։ Կարծում եմ այդպիսի մեկ անուն կա, հայտնի, դա Ուկրաինայի օրինակն է, երբ մի քանի երաշխավորներ էին երաշխավորում Ուկրաինայի անվտանգությունը, Միացյալ Նահանգներն էր, Ռուսաստանն էր, եվրոպական երկրներն էին, այդ երկրները ապահովում էին կամ երաշխավորում էին, խոստանում էին երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, բայց թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ շատ հուզիչ է։ Հետևաբար պարոն Կարապետյանի այդ տեսլականը իհարկե շատ լավ է հնչում, իհարկե շատ ցանկալի տարբերակ կլիներ, բայց աշխարհը այդպես པարզ չի եւ դա ընդհանրապես կենացի ժանից էր պարոն Կարապետյան։ Փաստորեն ստացվում է այնպես, ովքեր որ դժգոհում են երկրում տեղի ունեցող բարեփոխումներից, խոսքս մասնավորապես բանակից դժգոհողներին է վերաբերվում։ Նրանցից շատերի կենսագրության հետ երբ ծանոթանում ես, հասկանում ես, որ կամ չեն ծառայել, կամ նախկինում տարբեր տեղեր պաշտոններ զբաղեցնելով իրենց որդիներին կամ բարեկամներին ազատել են բանակից։ Հիմա առաջարկում եմ դիտել հետևյալ տեսանյութը, ժողովուրդ ջան, որից հետո շարունակությունը կասեմ։ Դուք բանակում ծառայել եք։ Ես չեմ ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ձեր եղբայրը։ Մեր ընտանիքի անդամներից մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը ծառայել է, հայրս ծառայել է սովետական։ Հայաստանի այն ժամանակ Սամվել Կարապետյանի որդին ծառայել է։ Ոչ։ Իսկ մյուս որդին։ Ոչ, պարոն Ղազարյան։ Ու այն օրենքը, որ տարվա սկզբին ուժի մեջ մտավ, որից հետո մեր տղաները տարուկես են ծառայում, դա նրա հաշվին էր, որ այլևս գումարներով պաշտոնյաների որդիները բանակից չեն ազատվում։ Մեկնաբանությունները թողում եմ ձեզ, ժողովուրդ ջան, լավ մնացեք, լավ օր եմ մաղթում բոլորիդ։ Ուրեմն հին անեկդոտ կա, ընկերներով գարեջուր են գնում, բերում են տուն, որ բացեն, խմեն, տեսնում են բացի շիշ կա։ Սկսում են շիշը շշով բացել, մինչև հասնում են վերջին շշին, էլ բացելու բան չի մնում։ Մտածում են ինչ անեն, ու ընկերներից մեկը բացահայտում է անում, ասում է, ես հասկացա, ես շիշը մենք պիտի ամենասկզբում բացած լինեինք։ Այս անեկդոտը հիշեցի, երբ լսում էի Նարեկ Կարապետյանի երեկվա հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, որտեղ ինքը ասում էր, եթե մենք 2018 թվականից հետո պարտք վերցրած չլինեինք, ապա հնարավոր կլիներ թոշակները կրկնապատկել։ Իհարկե, post factum կարելի է շատ հետաքրքիր ենթադրություններ անել, ընդ որում սխալ, բայց ես էլ գտնում եմ, որ եթե մենք պարտք վերցրած չլինեինք, ապա այսօր շատ լուրջ խնդիրներ կունենայինք ու միգուցե չկարողանայինք անգամ այնքան թոշակ վճարել, ինչքան որ հիմա ենք վճարում։ Բայց ինչ եմ առաջարկում Նարեկ Կարապետյանին։ Նարեկ ջան, որpեսզի մենք հեռակա իրար հետ չբանավիճենք տարբեր տնտեսական հարցերի շուրջ, ես առաջարկում եմ, որ մենք միասին որևէ հեռուստաընկերության եթերում նստենք ու խոսենք այս բոլոր հարցերի մասին։ Գիտես ինչ, եթե մեզնից որևէ մեկը քո ասածների, քո խոստումների, քո թեզերի կեսի չափը ասեր, կողքդ հավաքված լուրջ մասնագետները մեզ հիմա հում կուտեն ու կմեղադրեն անգրագիտության մեջ։ Քեզ բան չեն ասում, լուր համաձայնում են,
ըստ երևույթին մի մասը քեզանից կախում ունեն, մի մասը ակնկալիքներ ունեն, բայց դա չի նշանակում, որ քո ասածները ճիշտ են, բայց ի վերջո մեր հասարակությունը իրավունք ունի հասկանալ, թե ով ինչ է ասում, ով ինչ է առաջարկում, ում ասածն է իրատեսական, ում ասածն է պոպուլիզմ եւ հաշվի առնելով հանուն ճշմարտության նշեմ քո երեկվա զուսպ ու կոռեկտ հարցազրույցն ու լեքսիկոնը, ես ակնկալում եմ ու վստահ եմ, որ մենք կարող ենք նույն կոռեկտության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում միասին բանավիճել տնտեսական հարցերի շուրջ։ Օրինակ հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է մեզ հյուրընկալել, բայց ես նման սահմանափակումներ չունեմ եւ պատրաստ եմ քո նախընտրած ցանկացած հեռուստաընկերության եթերում ցանկացած ֆորմատով քեզ հետ խոսել տնտեսական հարցերից։ Հույս ունեմ կհամաձայնվես, այնպես որ սպասում եմ քո պատասխանին։ Շնորհակալություն։